Քննարկումը շարունակելու եմ Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ։ Տիգրան, լսեցինք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Շատերը երեկվանից սկսած հայտարարում են, որ սա ցույց է տալիս Հայաստանի ֆիասկոն, կարծիքներ են հնչում, որ նաև սա փաստացի Երևանը միակողմանի զիջումների է գնում, բայց ինչպես լսում ենք, Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ սա փոխզիջումային տարբերակ էր։ Ձեր գնահատականը ինչ էր սա։ Շնորհակալություն, սա Հայաստանի ֆիասկոն չի, սա Նիկոլ Փաշինյանի ֆիասկոն է եւ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական թիմի ֆիասկոն է։ Տեսեք, որևէ փոխզիջում չկա, արդեն երևի 2020 թվականից Հայաստանը միայն գնում է զիջումների եւ բոլոր հարցերով եւ ինչն է հետաքրքիր, որ եթե Փաշինյանը մտածում է Ադրբեջանին ամեն ինչ զիջելով ինքը Ադրբեջանից կադաստրի թուղթ կստանա եւ արդեն նույն ձևի Թուրքիայից կստանա նույն թուղթը, ինքը սխալվում է չարաչար, որովհետեւ տեսեք, թուրքերը զուգահեռ այս գործընթացին ասացին, որ իրենք որևէ դիվանագիտական հարաբերություններ Հայաստանից չեն պատրաստվում ստեղծել եւ սա ինչ է նշանակում, որ Թուրքիան ասում է դու մի հատ Ադրբեջանի բոլոր պահանջները կկատարես, հետո ես քեզ կասեմ, արդեն դու իմ պահանջներն ես կատարելու, այսինքն եւ Փաշինյանը, եւ իր դիվանագիտական թիմը, եւ մարդիկ, ովքեր մտածում են, որ ահա գալիս է այն պահը, որ մենք արդեն հանգիստ կապրենք, դա բացարձակապես սխալ է, ընդ որում ես ձեզ ասեմ, որ Թուրքիայի պահանջները կրկին որոշակի կապ կունենան եւ Ադրբեջանի հետ, բայց հիմնականում ուղղվելու են Սփյուռքի դեմ եւ ցեղասպանության ճանաչման հետ կապված։ Այսինքն այստեղ ինչ է փոխզիջելու Փաշինյանը, հա, փոխզիջման համար դու որոշակի բան պետք է ունենաս, բայց դու ամեն ինչ տվել ես, դու ամեն ինչ հանձնել ես, դու նույնիսկ գերի չունես ադրբեջանցի, որ կարողանաս փոխանակես մեր գերիների հետ եւ Փաշինյանը ինչ որ ասեց, հա, այս ճեպազրույցում սա ուղղակի բառակույտ էր, այսպես ասենք, ավելի շատ։ Իշխանության նարատիվը, պարզաբանումները, բացատրություններն այն են, որ իրենք պատերազմի եւ խաղաղության միջև ընտրում են խաղաղությունը։ Գիտեք, պատերազմի եւ ամոթի միջև որ դու ընտրում ես, ամոթը դու ստանում ես եւ պատերազմ եւ ամոթ եւ Հայաստանը դա այդ պարագան է։ Մենք խաղաղություն ձեռք չենք բերում, մենք ձեռք ենք բերում միայն կորուստներ եւ ես հիշում եմ հայտնի ֆրազը կարծում նույն Փաշինյանն էր ասել փակ ինչ որ ժողովի ժամանակ, որ եթե մենք Տավուշի գյուղերը չտանք, միևնույնն է Ադրբեջանը ուժով կվերցնի, այսինքն այստեղ դա նշանակում է, որ Փաշինյանը իր համար մի նարատիվ է ընդունել, աշխատող ընդ որում, որով ազգը բնակչությանը անդադ սպառնում է ինչ որ պատերազմով, բայց այդ պատրվակի տակ ինքը հանձնում է այն, ինչ որ միգուցե պատերազմով հնարավոր կլիներ պաշտպանել։ Այստեղ գնում է այսպիսի անընդհատ տրման process Փաշինյանի կողմից եւ ինքը վերջանալ է երևի այն ժամանակ, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր պետականությունը կամ մնա այն սահմաններում, որոնք ժամանակին Հայաստանի համար գծել են Թուրքիան եւ Ադրբեջանը, խոսքը գնում է 1920 թվականի Բաթումի եւ Ալեքսանդրոպոլի պայմանագրով պայմանավորված տարածքի մասին։ Հայք իհարկե մինչև այս պահը հրապարակված չէ Երևանի եւ Բաքվի միջև ձեռք բերված այս այդպես կոչված պայմանագրի համաձայնեցման տեքստը 17 կետերի մասին է խոսքը իդեպ նշեմ, չգիտենք իհարկե բոլոր կետերը, բայց կռահում ենք թե որոնք են դրանք, որոշակի ժամանակ առ ժամանակ դրա մասին բարձրաձայնվել է։ Իհարկե նաեւ գնահատական կա, որ ի վերջո եթե այդ պայմանագիրը կնքվի, ապա սա լինելու է կապիտուլյացիա, կհամաձայնես այս գնահատականի հետ։ Իհարկե, որովհետև փաստացի իմ կարծիքով օրինակ ես կարդում այս վերջին ժամերին ադրբեջանցի պաշտոնյաներին, փորձագետներին եւ այդպիսի թեզ է գնում, որ նույնիսկ եթե գնան որոշակի թղթերի ստորագրման, բայց դա որպես նախնական փաստաթուղթ է լինելու եւ հիմնականը կապված է Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ եւ այլ կետեր, այլ նախապայմաններ, մենք արդեն կարդում ենք փոխհատուցման պահանջ, սահմանափակել հայկական բանակը եւ այլն եւ այլն։ Բայց ամենակարևորը սահմանադրությունը, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը ոչ թե Փաշինյանի հետ թուղթ ստորագրելն է, այլ փաստացի այնպես անել, որպեսզի հայ ազգը ամբողջությամբ Հայաստանի Հանրապետությունը ստորագրվի այդ իր կապիտուլյացիայի տակ, որպեսզի հետագայում որևէ նոր իշխանություն չկարողանա հետ կանգնել այդ փաստաթղթերից,
Բայց նաև մի կարծիք ունեմ, կրկին ուսումնասիրողային հայտարարություններ, որոնք կան, իմ կարծիքով միակ ռեալ քայլը այս ամբողջ գործընթացից լինելու է ցավոք սրտի միայն Մինսկի խումբի աշխատանքի վերջացումը, լուծարումը եւ ամենահետաքրքիրը այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հազիվ սկսում են համատեղ գործել, դա Սիրիայի հետ կապված, Վրաստանի հետ կապված բանակցային ֆորմատներ վերականգնվել եւ այլն, բայց չգիտես ինչու Հայաստանը որոշել է այդ պայմանը ընդունել Ադրբեջանի, իսկ մնացած այլ կետերը իմ կարծիքով կարող է չստորագրվեն, միակ ռեալ քայլը երևի մոտակա ժամանակ դա կլինի Մինսկի խմբի լուծարումը։ Արթուր, դուք եւս միայն Ադրբեջանի կամքի ամրագրումն եք տեսնում այս ամենի շուրջ, թե գուցե ավելի լավ կարծիքներ կարող եք հնչեցնել։ Ցավոք լավ կարծիք չեմ կարող հնչեցնել, թեև մենք չգիտենք ինչ է գրված այդ 17 կետերի մասին, այդպես լսել ենք առանձին, բայց ընդհանրապես տեքստին մենք ծանոթ չենք։ Ես համոզված եմ, որ տեքստին ծանոթանալուց հետո ավելի մեծ շոկ ենք ապրելու, որտեղ կարող ենք այլ բաներ էլ գտնել, որոնք իհարկե ցավոք Հայաստանի շահերից չեն բխում։ Ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ մինչև հիմա շրջանառության մեջ եղած փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ստացել է բոլոր այն պահանջները բավարարել է Հայաստանը, որը հետևողականորեն նա առաջ է քաշել մինչև հիմա եւ այդքանով չի սահմանափակվել, բացի այդ կետերից նաեւ այլ պահանջներ ունի, որը ստիպում է այսօր Հայաստանին, որպեսզի դրանք եւս ի կատարածի, որպեսզի ինքը ստորագրի այդ պայմանագիրը։ Համաձայն եմ Տիգրանի հետ, որ դա Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան է, բայց դա ցույց տալու համար պետք է հայ ժողովուրդը ընդվզի այս ամեն ինչի դեմ, այսինքն պետք է ցույց տա, որ սա ԿՊ թուրքական իշխանությունը չի ներկայացնում հայկական պետականության եւ հայ ժողովրդի շահերը, պետք է աշխարհը հասկանա, որ այսօր շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում եւ հաշտվել այդ ամենի հետ նշանակում է ամբողջ հայ ժողովուրդն է հաշտվում, բայց իրականում մենք պետք է ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի հաշտվում այս ամենի հետ, դա ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի եւ իր մի փոքրիկ խմբակի կարծիքն է, այդ իսկ պատճառով Հայկը ճիշտ նկատեց, որ Ալիևը փորձում է դա այսպես ասած պարտադրել հայ ժողովրդին սահմանադրության տեսքով եւ այլն, որպեսզի հետագայում իշխանությունները, բայց ամեն դեպքում ազգային իշխանության պարագայում կարելի է այս ամեն ինչը չեղարկել եւ բոլորի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, ուժի ճնշման կամ այլ շահագրգռվածության տակ է գնում այս ուրեմն պայմանագրին, թե ինչ է ստանում Հայաստանը, ոչինչ, միգուցե Նիկոլ Փաշինյանն է ստանում խոստում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մնալու իշխանությանը, այսինքն նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի իշխանապողություն տեղի չունենա Հայաստանում, օրինակ սպառնալիքով, որ եթե եղել են, չէ, այդպիսի դեպքեր, որ ժողովուրդը դուրս է եկել փողոց, Թուրքիայից սպառնալիք է հնչել, որ թույլ չեն տալու տարածաշրջանում ապակայունություն եւ այլն, ըստ էության իրենք սատարում են իրենց աջակցությունը վայելող փաշինյանական պրոթուրքական իշխանությանը։ Ես դեռ ավելի մանրամասն կներկայացնեմ Բաքվի այն պահանջը, որ Հայաստանը պետք է դեռ սահմանադրությունը փոխի, որպեսզի խոսք լինի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքելու մասին, միջև այդ Տիգրանը հավելում ունի, խնդրեմ Տիգրան։ Մի փոքր ռեմարկ Արթուրի ասացին, որ ասում է Փաշինյանը դժկամությամբ են գնում կամ իրան ստիպում պարտադրում են, մի հատ անեկդոտ հիշեցի, որ ասում է պատմեք ինչպես եք ծեծել, հա, տուժածին ասում է հաճույքով։ Չէ, Փաշինյանը հաճույքով է գնում այդ ամեն ինչին, որովհետև եկեք բազմիցս ասել ենք, որ Փաշինյանը ներկայացնում է այստեղ Ադրբեջանի շահերը եւ ինքը Ադրբեջանի ազգային հերոսն է։ Այսինքն իրոք ինքը հավատում է, որ ինքը լավ բան է անում, ընդ որում լավ բան է անում Ադրբեջանի համար։ Հիմա այս կուզենայի ուղղակի մենք անդրադառնանք խաղաղության համաձայնագրին 3 ցանցում, երբ որ մենք լսեցինք այս ամեն ինչը, որ Հայաստանը պատրաստ է եւս 2 կետ ընդունել եւ ամեն ինչ պատրաստ է, խոչապ տարածվեց մեր մոտ, բայց եկեք հասկանանք ինչ է նշանակում խաղաղության համաձայնագիրը եւ երբ է այն կիրառվելու, այսինքն երբ է գալու այդ Արմագեդոնը, որով մենք բոլորս երեք տառապում ենք։ Նայեք, ինչու են շտապում կողմերը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ այս շտապականությունը պայմանավորված է նրանով, որ եւ Փաշինյանը եւ Արևմուտքը Եվրոպայի դեմքով սխալ խաղադրույք են դրել ԱՄՆ ընտրությունների վրա։ Բոլորը սպասում են, որ Բայդենը Հարիսը հաղթելու է եւ այդ գործընթացը խաղաղության համաձայնագիր, Զանգեզուրի միջազգային եւ այլն, որի քավորը եղել են դեմոկրատները եւ Եվրոպան, դա շարունակվելու է։
Հիմա ԱՄՆ-ում Թրամփի ընտրությունները խառնես խաղաքարտերը եւ իրենք տեսնում են, որ Ուկրաինայում ներկայային մի գործընթաց է գնում, որի պատճառով հնարավոր է պատերազմը կանգնի եւ Ռուսաստանը արդեն կարողանա իր բոլոր ռեսուրսները ուղղել նաեւ այնտեղ, որտեղ ստիպված էր այդ ռեսուրսները հետ քաշել։ Եվ առաջինը դա լինելու է Հարավային Կովկասը։ Դրա համար փորձում են շատ արագ ստորագրել։ Կհաջողվի, եկեք տեսնենք, ստորագրման պահից, դեռևս բարձ չի երբ ստորագրվելու, հա, ստորագրման պահից որոշակի իրավական գործընթաց կա, հա, այստեղ պետք է խորհրդարան ընդունի, վավերացնեն հանրական դատարան եւ այլն, այսինքն մոտավորապես 1-2 ամիս, եթե չեմ սխալվում, ժամանակամիջոց կա եւ պետք չի միանգամից խոչապի մեջ ընկնել, վաղ դուրս գալ փողոցներ եւ այլն, տապալվել եւ թողել, որ այս պայմանագիրը լինի, ուղղակի անդիմությունները, այսպես ասեմ, հա, իրենք պետք է իրենց մեջ որոշեն ստրատեգիան, ինչպես են իրենք պայքարելու դրա դեմ, ազգային ժողովում, փողոցում այլ լծակներ օգտագործեն եւ փորձեն նաեւ որոշակի դեպքում արտաքին խաղացողներին, ովքեր համաձայն չեն այս process-ի հետ, եւս ներգրավեն, որպեսզի ոչ թե ներգրավեն ռազմական միջոցով իրենք մտեն Հայաստանի տարածք, այլ ուղղակի որոշակի դիվանագիտական ճանապարհներով խանգարեն, ինչպես օրինակ Իրանը խանգարում է Զանգեզուրի միջանցքի գոյությանը։ Այսինքն այստեղ կրկին ասում եմ էմոցիոնալ պետք չի մոտենալ այս հարցին, այլ ուղղակի պետք է նստել պրագմատիկ ռացիոնալ կերպով գծել հնարավոր դիմադրության պլանը։ Սա մեկ, երկրորդը դիցուք ստորագրեցին իրենք։ Ով է երաշխավորելու այդ համաձայնագրի կատարումը։ Չկա հիմա որևէ երկիր, որը ասի ես ժողովրդականից ասած տեր եմ այս խաղաղության համաձայնագրին։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է այն, որ յուրաքանչյուր պահին, յուրաքանչյուր կողմը կարող է խախտել այդ համաձայնագիրը հիմնվելով ինչ-ինչ առիթների վրա։ Օրինակ Ադրբեջանը վերադարձնի այստեղ որոշակի այլ ենթահամաձայնագրով ադրբեջանցիներին, կենցաղային վեճ լինի ադրբեջանցից մեկի հետ ինչ-որ մի բան լինի, դիմեն ասեն փրկեք մեզ, Ադրբեջանը զորք մտցին Հայաստան, արդեն խախտվում է։ Իսկ երաշխավոր Ռուսաստան ԱՄՆ կան չկա, որ ասի նո իրավունք ունես մտնելու։ Հա, այսինքն այս համաձայնագիրները առ ոչինչ։ Ավելին ես ձեզ ասեմ, սա չի կարելի ասել խաղաղության համաձայնագիր, որովհետև հայկական կողմը նվաստացված է։ Հա, խաղաղության համաձայնագիրը ինքը աշխատում է այն ժամանակ, երբ ամեն կողմը իր որոշակի ստանալիքը ունենում է, հա, եւ իր կորստելիքը համարժեք է ստանալիքին եւ ինքը օրինակ եթե Քիվեստում ոնց էր վեր շրջանը տալիս են Ադրբեջանը եւ ճանապարհ էին տալիս Մեղրիում օթային, հա, կամուրջային Ադրբեջանը բավարարված է։ Մենք ստանում ենք Արցախի եւ Լաչինի շրջանը, մենք բավարարված ենք։ Այնուհետեւ կարելի է արդեն այդ պայմանագիրը կնքել։ Հիմա դա չես կարող անել, որովհետեւ մեզ ստիպել են որոշակի բան կնքել։ Այսինքն յուրաքանչյուր հնարավոր իրավիճակում, երբ որ իշխանապողություն լինի ազգային ուժերը կամ պետական ուժերը կան, այս համաձայնագիրը չի կատարվել։ Ավելին ես ձեզ ասեմ, եթե երաշխավորել կանգնեն, հա, դա չի նշանակում, որ կրկին հրադադար է լինելու, որովհետև Բուդապեշտում Ուկրաինայի հետ կապված խոշոր երկրները համաձայնագիր կնքեցին մեմորանդում, որ պաշտպանել են Ուկրաինայի ամբողջ տարածքը, բայց մենք տեսնում ենք ինչ է կատարվում հիմա Ուկրաինայում։ Այսինքն ես ինչ եմ ուզում ասեմ, մեր ազգաբնակչությունը, որը ողջևորվում է այս անճը, պետք է հասկանա, որ այդ խաղաղության համաձայնագիրը առ ոչինչ է եւ հարցերը լուծվելու են գետնի վրա, զենքի ուժով եւ միջազգային նոր փոխված իրավունքի ուժով։ Ես հայկետել եմ համաձայն, որ իրականում Ալիևը ամեն ինչ ստացել է Փաշինյանից։ Իրականում Ալիևը Փաշինյանը Ալիևի համար ոչ թե կիսամաշ դեմք է, այլ ընդհանրապես մաշված դեմք է։ Ալիևի իմ հաջողության խորհրդանքները եւ նախապատրաստությունները դա ապագա Հայաստանի ապագա ղեկավարի հետ բանակցային դիրքեր ուժեղացնելն է։ Դրա համար ինքը ամեն ինչ անել է, որ ապագա իշխանությունը որևէ շանս չունենա որևէ բան փոփոխելու։ Տիգրան, շատ հետաքրքիր թեմա է, մենք դեռ այս թեմային կանրադառնանք։ Ես ուզում եմ միջև այդ մի փոքր վերհիշենք, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ երեք։ Նախ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները եւ որ Հայաստանը ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու դրույթների վերաբերյալ, բայց այդ հայտարարությունում Բայրամովը նշում էր, որ նաեւ հաջորդիվ Բաքուն ակնկալիքներ ունի եւ այդ ակնկալիքը վերաբերում էր Հայաստանի մայր օրենքի փոփոխության վերաբերյալ։ Բայրամովի հայտարարությանը արդեն հաջորդեց Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որում այո կրկին նշվում էր, որ ավարտվել են այդ
բանակցությունները պայմանագրի, խաղաղության պայմանագրի շուրջ եւ Հայաստանը արդեն ակնկալում էր, որ պետք է պայմանավորվեն արդեն խաղաղության պայմանագիրը ստորագրելու վայրի եւ տեղի ժամին, այսինքն Հայաստանը բավականաչափ առաջ է ընկնում։ Եվ արդեն այս հայտարարությունից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը արդեն պաշտոնապես հաղորդագրություն տարածեց, որտեղ նշում էր, որտեղ պայմաններ առաջ քաշում, չնայած այդ պայմանները միջև այս էլ եղել էին, բայց նշվում էր, որ խաղաղության պայմանագիրը կնքելու համար Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը։ Բացի այս փոփոխությունից Բաքուն առաջարկում է, Բաքուն պնդում է, որ լուծարվի նաև ԵՀԿ Մինսկի խումբը։ Ես առաջարկում եմ լսենք Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը։ Մեկ անգամ եւս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է, որոնց նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջների վերացումը։ Միևնույն ժամանակ ընդգծում ենք հնացած եւ անգործունակ ԵՀԿ Մինսկի խմբի եւ դրա հարակից կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ այս եւ այլ հարցերի շուրջ։ Հայկ, առնվազն երկու պահանջ՝ մայրօրենքի փոփոխություն եւ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ինչքան էլ որ մեր իշխանությունները անպագորգոր հայտարարություններ են անում, սա համարում են մեծ հաջողություն, բայց մենք տեսնում ենք, որ Բաքուն ասում է, ես չեմ շտապում կնքել այդ պայմանագիրը։ Հիմա մենք կարող ենք արձանագրել եւ սին հույսերով չտարվել, որ ի վերջո այս խոսակցությունները թղթի վրա չեն ամրագրվելու։ Դե տեսեք, Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անել են, որ գոնե ձևական մի բան ստորագրվի, նույնիսկ թուղթ, որով կողմերը պայմանավորվում են հետագայում ստորագրել խաղաղ պայմանագիր, օրինակ նույն այս պայմանագրի հետ կապված, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հստակ իր գիծն է տանում, օրինակ տեսեք, այդ նախապայմանների մասին ասեցիք, որոնք նույն փաստաթղթում չկան, բայց որպես նախապայման են արդեն առաջադրվում, կապված սահմանադրություն, Մինսկի խումբ։ Իմ կարծիքով Մինսկի խումբը արդեն որոշված է, Հայաստանի իշխանությունները կգնան, որպես այսպիսի քայլ ժեստ դեպի Բաքու, բայց Բաքուն դրանից հետո սկսելու է պահանջել այդ սահմանադրության փոփոխությունը, որը շատ երկար կարող է տևել, մինչև Հայաստանի իշխանությունները կկարողանան այդ գործընթացը անցկացնել, բայց արդեն այդ ժամանակ մյուս նախապայմանները, որոնց մասին արդեն ամենաբարձր մակարդակում Բաքվում խոսում են Ալիևը, իր արտգործնախարարը, Հաջիևը եւ այլն, նոր նախապայմաններ են արդեն հայկական կողմի առջև դնելու եւ ամեն անգամ միջև չգտնվի մի երկիր, օրինակ ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, որը ստիպի Ադրբեջանին ստորագրել փաստաթուղթը, այդքան հետաձգելու է Ադրբեջանը նոր զիջումներ գործելով հայկական կողմից, Նիկոլ Փաշինյանից։ Շնորհակալություն Տիգրան, ես ուզում եմ նաև ուշադրություն դարձնենք Ալիևի հայտարարության վերաբերյալ, այսինքն մեկ օրվա ընթացքում արտգործնախարարը, հետո արտգործնախարարությունը ու արդեն երկրի նախագահ Ալիևն է հայտարարություն անում եւ կրկին իհարկե սահմանադրության պահանջի փոփոխության մասին խոսում ու նաև ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին, բայց այս հայտարարությունը ինձ համար մեկ այլ դրվագով էր ուշագրավ, ես առաջարկում եմ նախ լսենք Ալիևի այդ հայտարարությունը, ապա շարունակենք քննարկումը։ Մեկ անգամ եւս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։ Հայաստանի նկատմամբ մեր վստահության մակարդակը մոտ է 0-ի։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում այսօրվա կառավարությանը։ Ինչ նրանք մեզ ասում են, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Մեզ փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մեզ հարկավոր է, որ նրանց սահմանադրությունում տարածքային պահանջներ չմնան Ադրբեջանի նկատմամբ, իսկ դրանք դեռ առկա են։ Տիգրան, Ալիևը պատրաստվում է Հայաստանի հաջորդ իշխանությունների հետ բանակցություններ վարել։ Ես հիշում եմ այս հայտարարությունը մեր տաղավարում մեր գործընկեր Բենյամին Մաթևոսյանն էր ասել, եւ դուք էլ քիչ առաջ խոսում եք, որ Ալիևը պատրաստվում է Հայաստանի հաջորդ իշխանությունների հետ
համագործակցելու կամ բանակցություններ վարելու։ Ինչ մենք սրանից դատ ենք, հա, որ ասում եմ ես Փաշինյանին այլևս չեմ վստահում։ Ես ավելին ասում այդ արտահայտությունը նաև Վիկտոր Սողոմոնյանն է այստեղ ասել մոտ 1 տարի առաջ, եւ դա բացահայտ պարզ էր, որովհետեւ կրկնում եմ, որ Փաշինյանի հետ այլևս ինքը լուծելու բան չունի։ Փաշինյանը վերջնականակից ճկվել է, հա, ֆիզիկայի լեզվով ասենք, եւ ինքը իրեն հետաքրքիր չի։ Ինքը մի փոքր խորամանկում է Ալիևը, որ ասում է, թուղթ է պետք։ Ալիևը շատ լավ գիտի, որ սահմանադրությունը, հատկապես Հայաստանի սահմանադրությունները, որոնք 10 տարին մեկ ձեռնոցների նման փոխվում են, որը հարց չի լուծվել։ Այսօր սահմանության մեջ մի բան կամրագրվի, հետո սահմանությունը կփոխեն։ Ալիևը այլ գործոններ ունի անելու եւ ինքը դա անելու է եւ դա անկախ խաղաղության պայմանագրից է լինելու։ Ալիևը պահանջում է բանակի կազմակերպում, ինչը ասեմ որոշակի չափով արդեն մենք տեսնում ենք։ Ալիևը փորձելու այնպես անի, որ Հայաստանին փոկեն մոտ 60 միլիարդ դոլար այն բանի համար, որ ըստ Ադրբեջանի Հայաստանը վնաս է տվել Ադրբեջանին 30 տարվա ընթացքում, Ալիևը փորձելու է բնակեցնել Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ, ընդ որում իրենք իրենց քննարկումներում ասում են, որ օրինակ այն ադրբեջանցիները, որոնք ապրում են Երևանում, իրենց պետք է պաշտպանել ադրբեջանական ոստիկանությունը, որտեղ իրենք չեն վստահում հայկական ոստիկանությանը։ Եվ Ալիևը փորձել է այնպես անել, որ Հայաստանի էներգետիկան առնվազն կապված լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այսինքն գազատարները, որոնք անցնում են Վրաստանով դեպի Ռուսաստան եւ Իրան, իրենք ինչ որ ժամանակ անց չեն գործելու, եթե նույնիսկ չեն պայթեցվելու եւ Հայաստանը ուզաշուզած միանալու այդ համակարգին, որպեսզի իրենք կարողանան կառավարեն ինչպես ուզեն։ Եվ իհարկե Ադրբեջանը վերահսկողություն է սահմանելու Հայաստանից այլ երկրներ գնացող ճանապարհների վրա, այսինքն երբ որ այս ամեն ինչը կատարվի, իսկ դա մենք ոչ թե հուշում ենք կամ ինչ որ ասում ենք ֆանտազիայի մեջ, ասա, ուղղակի այն ինչ որ Ադրբեջանում իրոք քննարկվում է, սա կնշանակի այն, որ պատկերացեք եկավ հայրենասեր մարդ, փորձում է ինչ որ իրավիճակ փոխել, չի կարողանում։ Ինքը Երևանում ունի մի քանի տասնյակ հազար ադրբեջանցի ապրող, որոնք քաղաքական գործոն են, ավելին ադրբեջանցիները մասնակցել են ընտրությունների, իրենց ներկայացուցիչները կունենան եւ որոշակի ժամանակ անց միանալով թուրքական կուսակցությանը, եթե Աստված չտա մենք մինչև այդ օրը Նիկոլ Փաշինյանին իմանան, իրենք կունենան արդեն իրենց մեծամասնությունը եւ կանեն այն ինչ որ ուզում են։ Դրա համար մենք որ խորանում ենք զուտ խաղաղության համաձայնագրի վրա, վտանգները ավելի շատ այնտեղ չեն, հա, որտեղ ամեն դեպքում դա թղթի կտոր է։ Վտանգները այն են, ինչին կարող է Ալիևը դրթի Փաշինյանին դրանից դուրս։ Դուք տեսեք, օրինակ շատ կարևոր կետ Զանգեզուրի միջանցք այսպես կոչված, ինքը խաղաղության համաձայնագրից դուրս է եկել։ Այսինքն դա լուծվելու է այլ ճանապարհով, ինչպես օրինակ մենք միջև հիմա չգիտենք ինչ օրենքի կամ որ իրավասությամբ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվեց ադրբեջանցիներին, հա, ինչպես առանց դելիմիտացիա Փաշինյանը որոշեց, որ Ճայզամ եւ Էյվազլու, ճիշտ եմ հիշում, այնտեղ պետք է գտնվեն ադրբեջանական անցակետերը եւ նույնն կարող է մնացած կետերով անի, այսինքն Փաշինյանը կորզելու Ալիևից թղթի կտոր, որպեսզի գնա դրանով ընտրության, բայց այդ թղթի կտորը, որում նախորդ ձեր հարցին պատասխանելուց էլի ասացի, որ ինքը որևէ նշանակություն չունի, եթե չկան նորմալ երաշխավորներ, ավելի ինքը կան նորմալ երաշխավորներ, ամեն դեպքում դա որևէ բան քեզ հանգիստ ապրելու բան չի թողի, որովհետև յուրաքանչյուր պահին ավելի ուժեղ կողմը կարող է քո վրա հարձակվել։ Դրա համար մեր միակ այն եմ ասում հնարավոր քայլերը, որ պետք է անի Հայաստանը, դա փորձել վերականգնել այն բալանսը, որում իշխանափոխությունից հետո, որ եղել է ժամանակավոր, փորձել վերգտնել հին դաշնակիցներին, իսկ նոր կեղծ դաշնակիցների հետ կառուցել այնպիսի հարաբերություններ, որ առնվազն իրենք չխանգարեն Հայաստանի գոյատևման այս տարածաշրջանում։ Միջանկյալ փաստաթղթի մասին խոսեցիք Տիգրան, Արթուրին եմ ուզում հարցնեմ։ Արթուր, տեսեք, բոլորդ համոզված եք, որ Ադրբեջանին պետք չէ այդ թղթի կտորը, իսկ այդ միջանկյալ թղթի կտորը կարող է նա գտա Փաշինյանին, որ թեկուզ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը դա ցույց տա ժողովրդին, ասի տեսեք, ես հասա նրան ինչ որ խոստանում էի, գտա Ալիևը այդ թուղթը Փաշինյանին, թե ոչ։
Կարծում եմ ինչ որ հաղթաթղթեր կտա, որովհետև Փաշինյանից ավելի լավ ղեկավար, որը կծառայի իրեն Հայաստանում, Ալիևը երբևէ իր երազում չի կարող պատկերացնել։ Ըստ էության նա կատարում է բոլոր քայլերը, որոնք բխում են հենց Ադրբեջանի շահերից եւ նաեւ Թուրքիայի շահերից իհարկե։ Գիտեք, մենք պետք է չմոռանանք այն մասին, որ Ադրբեջանի եւ նաեւ Թուրքիայի գլխավոր խնդիրը Հայաստանից չգոյությունն է։ Եվ այդտեղից պետք է բխեցնենք մնացած բոլոր գործընթացները։ Սրանք ընդհանրապես գործընթացներ են։ Պատերազմով ուրեմն Ադրբեջանը ստացավ Արցախը եւ նաեւ այլ շրջաններ։ Այնուհետեւ ուրեմն այս գործընթացով նա ստանում է Զանգեզուրի միջանցքը կոչեք եւ այլն, ստանում է Հայաստանի համաձայնությունը մոռանալ այդ ամեն ինչը։ Հետո կսկսեն նոր գործընթացներ, կստանա այլ բաներ։ Այսինքն դա շարունակական գործընթաց է եւ այդ գործընթացի արդյունքում Հայաստանը ոչինչ չի ստանում։ Օրինակ տեսեք, մենք մեկ-մեկ մոռանում ենք այն մասին, որ Տիգրանը խոսեց ճանապարհների մասին, բայց այնտեղ կան նաեւ Ադրբեջանը պատերազմից հետո խաղաղ պայմաններում գրավել է հայկական տարածքներ, չէ՞, փոքր կետեր Նիկոլ Փաշինյանի համար դրանք ինչ որ անօգտակար տարածքներ են, Սարի, չգիտեմ, Ձունը եւ այլն, բայց իրականում ես վերջերս լսում էի Վարուժան Գեղամյանի զեկույցը, այդպիսի մի հետազոտություն կա, հենց USAID-ն է դեպ ֆինանսավորել, այդ կետերում դրանք այդպես պատահական կետեր չեն։ Դա լինի Ջերմուկը, լինի Տավուշի շրջանում եւ այլն։ Այստեղ ջրային ռեսուրսների ուրեմն վրա վերահսկողություն ունեցող կետեր են։ Նրանք իմացել են նախապես թե ինչպիսի ուրեմն տարածքներ են վերցնում Հայաստան։ Նրանք կարող են ուղղակի կախվածության մեջ գտնել Հայաստանի ջրային ռեսուրսների առումով։ Մյուս կողմից Թուրքիայում Արաքս գետը, որը սկսում է Թուրքիայի տարածքից, այնտեղ մեծ ջրամբար է կառուցվում, որը կարող է պարզապես կտրել ջրի հոսքը, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Իրանի, նաև Ադրբեջանին իդեպ։ Մի խոսքով, այսինքն սրանք քայլեր են, որոնք այդպես կարող է մեզ համար են այդպես պատահական թվում, բայց իրականում իրենք շատ լավ հաշվարկած քայլերով գնում են դեպի Հայաստանի կապիտուլյացիա։ Եվ այս ամենը հաշվի առնելով մենք պետք է համաձայն եմ Տիգրան հետ, որ պետք չէ զգացմունքային լինել, բայց կարևոր է որպեսզի այս նույն աշխարհին ցույց տալ այսօրվա գործընթացներում, որոնք հիմա ողջունում են, տեսեք Ռուսաստանն է ողջունում, Միացյալ Նահանգները, անգամ Չինաստանն է ողջունում, Իրանը, պետք է ցույց տալ, որ սա կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ, ինչ որ կերպ պետք է դա հասանելի դարձնել ամբողջ աշխարհին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ինքը իր իշխանության ընդամենը պահպանելու եւ նաեւ իր ազնական անվտանգության խնդիրն է լուծում եւ այդ հարցում Ալիևն էլ Էրդողանն էլ ամեն ինչ անելու են, որպեսզի նա որքան հնարավոր է շատ մնա իշխանության։ Իսկ կհանդուրժի հայ ազգը, հայ ժողովուրդը, դա արդեն մեզանից է կախված։ Շնորհակալություն Արթուր եւ հիմա առավել մանրամասն Սյունիքով անցնող ճանապարհի մասին, որը թուրք-ադրբեջանական տանդեմը անվանում է միջանցք, պահանջում են, որ այդ միջանցքը լինի իրենց վերահսկողությամբ եւ այսօր այդ միջանցքին, այսպես կոչված այդ միջանցքին ազգային ժողովում անդրադարձել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, միջանցքին է անդրադարձել, ինչպես նաեւ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Առաջարկում եմ նախ լսենք, թե ինչ է ասել Միրզոյանը։ Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորումից հետո համենայն դեպս այն կարևոր քայլի կատարումից հետո ինչպիսին կլինի խաղաղության համաձայնագրի կամ եթե ավելի ճշգրիտ նշենք Ադրբեջանի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ հարաբերությունների հաստատման համաձայնագրի կնքումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով արդեն փաստաթղթավորված, եթե կարելի ասել, հակամարտությունը մոտեցավ ավարտին եւ այդ պահին արդեն մենք էլ կարող ենք ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։
Եվ միջանցքին կամ ճանապարհին ես ուզում եմ նաև վերհիշենք նաև թե ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը նախորդային լրագրողների հետ զրույցում, այդ լրջագույն թեմային նաև նա էր անդրադարձել, բայց ես պետք է նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը խուսափում է պատասխանել, նշում է, որ ճանապարհ տալու է Ադրբեջանին, խուսափում է միջանցք տերմինը օգտագործելուց եւ խուսափում է նաեւ նշել, թե ի վերջո այդ ճանապարհը ով է վերահսկելու, որ երկիրն է վերահսկելու։ Ես առաջարկում եմ լսենք Փաշինյանի այդ հայտարարությունը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն Հայաստանի վերահսկողության եւ ուժային կառույցների անվտանգության։ Մի րոպե սպասեք, դուք տվեցիք ձեր հարցը։ Բայց չեք ասում իմ հարցի պատասխանը չեք։ Որովհետեւ ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ։ Շատ հստակ չեմ հասկանում։ Այ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Ես վստահ չեմ, որ դուք խոսում եք ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան։ Ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե չեք տալու։ Տալու ենք, այո։ Շատ լավ։ Այո։ Եվ ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպված։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործման։ Տիգրան, լսեցինք Միրզոյանի եւ Փաշինյանի հայտարարությունը։ Տեսեք, նախորդ իր հոդվածում, որը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր պետական լրատվական գործակալությունում, այնտեղ նշել էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ ճանապարհներ եւ զարմացել էր, թե ինչու է Ադրբեջանը մերժում իր կառուցողական առաջարկները։ Այսինքն Բաքուն ինչու չի համաձայնություն տալիս։ Փորձենք վերլուծենք, հասկանալ Փաշինյանը տալիս է ճանապարհ, Բաքուն չի ուզում, ինչ է սա իրականում նշանակում։ Բնավորության մեջ սկիչ չկա քննադատել, հա, մեր լրագրողական աշխարհը, բայց այդպիսի հարցեր չեն տալիս։ Այսինքն, թե դու տալիս ես հարց ճանապարհը տալիս ես, ինքը ասում է, հա, տալիս եմ, բայց որևէ կրիմինալ չեմ տեսնում այնտեղ։ Այսինքն, հարցը պետք է այդ ձևի հնչի։ Ճանապարհը ում վերահսկողությամբ ես տալիս։ Ով է վերահսկելու ճանապարհը, շարժը, անցակետեր լինու են քո տրվող ճանապարհը, որովհետև ճանապարհը այսպես թե այնպես տրվելու է։ Հիմա փաստացի անդիմադիր մամուլը ստացավ իր ուզած վերնագիրը, հա, իշխանությունները ստացավ մի հնարավորություն, որպեսզի այնուհետև կպնի անդիմադիր մամուլին ասի հա ինչ։ Խալեք, շահարկել եք։ Շահարկել եք։ Եվ այստեղ պետք է շատ ուշադիր, դա առաջին անգամ չի կրկնվում այս բանը, շատ ուշադիր հարցի ձևակերպման հետ պետք է լինել։ Հիմա տեսեք, ինչ խոսում է Փաշինյանը, դա ամեն ինչը կապված է, Հայաստանը պատրաստվում է ամեն դեպքում 2020 թվականի եռակողմի 9-րդ կետը կատարելու, եթե ոչ Հայաստանը պատրաստվում է հետ կանչել իր ստորագրությունը այդտեղից, որովհետև մինչև Հայաստանի ստորագրությունը կա այդ եռակողմում, այլ որևէ փաստաթղթեր Հայաստանը չի կարող կնքել, քանի որ իրենք մտնում են հակասության մեջ այդ եռակողմի կետի հետ եւ այստեղ է այս հարցը։ Փաշինյանը պատրաստվում է այո ինչ-որ բան տալ, բայց ինքը իրավական ճանապարհ է ման գալիս, որպեսզի խուսափի եռակողմի կատարումից, բավարարի Ադրբեջանի պայմանները եւ մնա իշխանության այդ ամեն ինչով հանդերձ էլի։ Դրա համար պետք է ուղղակի հետևել զարգացումների, ամեն դեպքում իմ կարծիքով Փաշինյանը հակված է, որպեսզի վերահսկողությունը լինի եվրոպական կառույցների եւ Եվրոպայի կան կառույցներին կից կանգնող ադրբեջանական կամ թուրքական զորամիավորին, որովհետեւ ամեն դեպքում Ադրբեջանի քաղաքացին չի ցանկանա հատել Հայաստանը, եթե իրեն պաշտպանեն, չգիտեմ, Հայաստանի ԱԱԾ-ն կամ ինչ որ ոչ բարեկամ երկրի կառույցներ։
Հայկ, ինչու եվրոպական, եթե ոչ օրինակ ռուսական, ինչու ռուսական, որովհետև հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ 9-րդ կետում նշում էր, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայողները պետք է վերահսկեն այդ ճանապարհը, չնայած նրան, որ Փաշինյանը ամեն կերպ հերքում է այս իրողությունը, այդ հայտարարությունը կարդում է մասնակի եւ վերջին պարբերությունը չի կարդում։ Ես Տիգրանի խոսքին մի բան կավելացեմ միջով հարցին պատասխանելը, որ բացի նրանից ում վերահսկողության տակ է լինելու ճանապարհը, նաև պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնել իսկ տարբերվելու է այդ շահագործման ռեժիմը այդ ճանապարհների սահմանի հայ վերացական կամ հայ իրանական սահմանից։ Եթե այո, ապա այս ճակերտավոր սուվերենության ջատագովները ինչու են այդպիսի տարբերություն դնում այլ երկրների սահմանների հետ եւ դրան խախտում չեն տենում սուվերենության։ Ինչ կապված է եվրոպական կամ այլ, ես մեծ կասկածներ ունեմ, որ նույնիսկ եվրոպական որևէ այսպիսի առաքելություն այնտեղ կլինի, որը կդիտարկի, չնայած մյուս կողմից էլ հիշեցնեմ ձեզ, որ նույն օրինակ շվեյցարական ընկերության մասին խոսվում էր, երբ որ բանակցություններ են գնում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում այդ սահմանին, որը թույլ կտար մի կողմից Վրաստանին չճանաչել այդ երկու հանրապետության անկախությունը, մյուս կողմից էլ այդ երկու հանրապետություններին չճանաչել իրենց անդամակցությունը Վրաստանում եւ այդպիսի հնարք էր կյանքի կոչվել, որտեղ միայն աշխարհագրական կետերն էր նշվում, որովհետեւ երկու կողմը իրենց դեմքը փրկեին, բայց դա արդեն խոսում է նրա մասին, որ կասկածի տակ է դնում երկրի սուվերենությունը։ Օրինակ հիշեցնեմ ձեզ ռուսական կողմի հետ կապված, որ եթե չեմ սխալվում 23 թվականի աշնանը, երբ որ Օվերչուկին, որը այդ հարցերում դելիմիտացիա, դեմարկացիա կամ կոմունիկացիաների հարցերում այդ հանձնաժողովներում փոխվարչապետների ներկայացնում է Ռուսաստանը, նրան ասել են իսկ ոնց եք պատկերացնում օրինակ ինչպես է այդ ճանապարհը շահագործվելու, նա շատ լավ օրինակ բերեց, ասած մոտավորապես նույն ձև ինչ հայ-իրանական սահմանն է, այնտեղ ռուս սահմանապաններն են կանգնած, բայց որևէ մեկը կասկածի տակ չէր դնում Հայաստանի օրինակ սուվերենությունը այդ ճանապարհների վրա կամ մաքսային վերահսկողությունը, արդեն մեծ հարցական է դա այդպես լինելու է թե չէ, հայկական կողմին պետք է ցանկացած հնարավորություն, որպեսզի մեր հասարակությունը վաճառի, որ տեսեք մենք եվրոպացիք են, բայց մենք սուվերենություն ենք պահպանում, բայց իմ կարծիքով Ադրբեջանը ի վերջո փորձելու է ստանալ առավելագույնը էքստերիտորիալ միջանցքին մոտ այդպիսի կարգավիճակ։ Տեսնենք։ Արթուր, քո տեսակետը սրա հետ կապված։ Արփինեի տարբերություն իմ գործընկերների, ես կարծում եմ, որ հայկական ցանկացած սահման, ցանկացած անցակետ պետք է հսկեն հայկական ուրեմն կողմից, հայկական ուժերի կողմից, այլ հարց է, որ այս դեպքում կարող է պրովոկացիաներ լինել, օրինակ, ասենք Ադրբեջանից Նախիջևան ինչ որ բեռնատար անցնում եւ այնտեղ ինչ որ պրովոկացիա է կազմակերպվում, որ հարձակում է եղել եւ այլն այդ բեռնատարի վրա եւ Ադրբեջանը կամ Թուրքիան որոշում են, որ գիտեք ինչքանի որ անվտանգ չէ, հայկական ուրեմն Հայաստանին չեն կարող դա վստահել, պետք է ուրեմն մենք պետք է մեր զորքը մտցնենք այնտեղ կամ չգիտեմ մեր ուժային կառույցները պետք է հսկեն այդ ճանապարհը, այդ դեպքում ինչ է անելու Հայաստանը։ Այդպիսի խնդիր կարող է առաջանալ եւ այդ դեպքում իհարկե հարց է առաջանալու թե արդյոք Հայաստանը կարող է դա այդ իրավիճակը վերահսկել, այդ դեպքում կարող է ինչ որ այլ տարբերակներ լուծումներ գտնվեն, բայց դարձյալ ես իհարկե կողմնակից եմ, որպեսզի Հայաստանի ցանկացած անցակետ, ցանկացած սահման հսկվի հայկական ուժերի կողմից։ Շնորհակալություն գործընկերներ, թողարկումը կշարունակեմ մի քանի վայրկյան անց։ Այժմ միջազգային արձագանքի մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ ողջունել են մի շարք պետություններ։ Մեր հարևաններից Իրանը, Վրաստանը, եվրոպական երկրներից Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան եւ այլ երկրներ, եւ այս գրեթե բոլոր այս երկրները նշում են, որ սա պատմական մեծ ձեռքբերում է այս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու տեսանկյունից։ Եվրամիության
Ադրբեջանությունն իր հերթին առանձին հայտարարություն է տարել ողջունել այս համաձայնեցումը Երևանի եւ Բաքվի միջև, հապկից եւս հայտարարություն է եղել, ողջունել են Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հայտարարություն տարածել է եւ ողջունել է Երևանի եւ Բաքվի միջև համաձայնեցումը եւ արդեն խոսենք նաեւ Ռուսաստանի մասին, ի տարբերություն այս մյուս երկրների, այսօր կառավարությունից հաղորդագրություն տարածեցին, որ Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին եւ անձամբ է նրան տեղեկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին իր հերթին Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է եւ շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Տիգրան, ինչով է պայմանավորված այս երկրների արձագանքը Երևան-Բաքու այս գործընթացին։ Գիտեք, շատ ինչին է նման, նույն ձևի արձագանք կար օրինակ, երբ որ իրենք սկսեցին սատարել Զելենսկուն, երբ որ Զելենսկին հայտարարվեց ԱՄՆ-ում, հա, ոնց որ ֆեյքերի բրիգադը լինի, հա, բանից վերևից իջեցվում է տեքստը, ու իրենք սկսում են սա նույն ձևի շարել։ Հիմա այստեղ քանի որ այդ կավորությունը գործընթացի ադրբեջանական անում են ԱՄՆ-ն եւ Եվրոպան, ԱՄՆ-ն այլևս չի անում, ուրեմն միացել են առաջինները եվրոպացիներն են եղել եւ իրենք հերթով նույն տեքստերը վարել են ամենայն հավանականությամբ, քանի որ ես գիտեմ ինչպես են աշխատում Փաշինյանն են արտաքին ուղղությամբ, շատ հավանական է, որ մեր դեսպանները իրենց կանոններով դիմել են արտգործնախարարություններին տվյալ երկրների եւ խնդրել են այդ մի դավություն անել, որպեսզի Փաշինյանին մի քիչ դուխ տան եւ այլն։ Եվ եվրոպացիներն են, ինչպես նույն Զելենսկի հետ կապված, համարյա նույն տեքստով այդ բանը ասել են։ Այստեղ ավելի շատ դա ոչ թե արտաքին ինչ որ ձեռք բերում, այլ ներքին լսարանի համար, որպեսզի Փաշինյանի ընկած ռեյտինգը ավելի շատ չընկնի, որովհետեւ ժողովուրդը ոչ միանշանակ է ընդունել, հիմա ինչ մի ժողովրդին փորձում են խափեն, ասեն տեսեք եվրոպացիները եւ այլն։ Այս ամենին միացել է նաեւ Ռուսաստանը, բայց Ռուսաստանի շնորհավորքը այլ ձև է եղել։ Ռուսաստանի շնորհավորքը եղել այն իմաստով, որ Ռուսաստանը պատերաստ է ստանձնել, հա, այս գործընթացը, որովհետեւ տեսեք, ով ում տարածքում դա ստորագրվելու է կամ բանակցվելու է վերջնական, այդ կողմն կարողանալ է իր շահերի մի մասը այդտեղ անցկացնել։ Դրա համար Ռուսաստանը դա ցանկանում է եւ եթե չեմ սխալվում, Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է հատուկ բանագնաց ուղարկել Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի այդ գործընթացը ճիշտ կատարվի։ Հակառակ դեպքում հավատացեք, Ռուսաստանը տարբեր միջոցներով այդ դիվանագիտական ոչ դիվանագիտական փորձել է այնպես անի, որ այդ համաձայնագիրը չստորագրվի, եթե այն վնասի Ռուսաստանի շահերին։